Մենք տաղավարում ենք սիրելիներ եւ շարունակում ենք մեր ընթացքը այսօր շատ հաճելի է որովհետեւ վաղ առավոտից ոչ միայն խոսում ենք շատ կարեւոր ու տոնական թեմաների մասին, այլ նաեւ այն կարեւոր քայլերի մասին, որ ազգանվեր են եւ ծառայում են հանուն մեր պետության ու հայրենիքի։ Այս տարի սիրելիներ Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա հերոստամարաթոնը ներկայացնում է հայրենիք հավերժություն խորագիրը կրող դրամահավաք արշավի ձևաչափով։ Հավաքագրված դրամական միջոցները կուղղվեն Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վերակառուցման։ Ավելի մանրամասն արդեն մեր սիրելի հյուրերի հետ։ Իսկ մեր հյուրերն են Դիանա Գաբրիելյան, Հայաստան համահայկական հիմնադրամի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ եւ Արամայիս Ավետիսյան, Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական։ Ասում ենք ձեզ բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Մենք ուրախ ենք ձեզ տեսնել մեզ մոտ տաղավարում։ Այս տարի Հայաստան համահայկական հիմնադրամը ներկայանում է հերոստամարաթոնի բոլորովին նոր ձևաչափով։ Եկեք հասկանանք ինչն ենք կարևորել շատ հստակ եւ ուր ենք գնալու դեպի։ Գիտեք, ամենայն հավանականությամբ տեղյակ եք, որ 94 թվականից սկսված Հայաստան համահայկական հիմնադրամի հերոստամարաթոնը անցկացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այս հերոստամարաթոնի ֆորմատով, դա եղել է հիմնադրամի գլխավոր դրամահավաքի միջոցառումը ու օրվա խորհուրդն էլ կարևոր եղել ընտրությունը նոյեմբերի 27-ին երախտագիտության օրը, երբ աշխարհասփյուր հայությունը իրենց ներուժի համախմբությամբ փորձում էին իրենց հայրենիքում որևէ ենթակառուցվածքային սոցիալական կարևորություն ունեցող ծրագրի լուծման նպաստել, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ ամեն տասնամյակ մեր անկախությունից ի վեր ունեցել էր առանձնահատկություն եւ իր մարտահրավերները, ու հիմնադրամն էլ այդ մարտահրավերների փոփոխությամբ ու տասնամյակների առանձնահատկություններով պայմանավորված ինքն էլ պետք է ադապտացվեր նոր իրականությանը, այդ թվում նաև օրինակ ինֆորմացիոն տեխնոլոգիաների աճով, ինֆորմացիոն միջավայրի փոփոխություններով, հիմա գիտեք, որ իսկ դաշտերի ուրիշ բովանդակություն ունի սոցիալական մեդիաների զարգացման կոնտեքստում նաև ու մենք որոշեցինք, որ այդ մեկօրյա միջոցառումը բավական չի հանրությանը ներկայացնելու համար այն խնդիրը, որի համար դրամավակ հարվելու, այդ խնդրի լեգիտիմությունը, հիմնադրամի կարողությունը այդ խնդիրը լուծելու, դրա համար որոշեցինք շարժվել դրամավակ արշավի ձևաչափով, որտեղ կունենանք ավելի շատ ժամանակ այդ խնդիրը ներկայացնելու, տեղ հասցնելու, դրա շուրջ հանրային համաձայնություն ձևավորելու ու նաև հիմնավորելու ցույց տալու, թե ինչքան կարող է հիմնադրամը այդ խնդիրը լուծել, ինչքան կարող է այդ խնդիրը լուծում։ Եվ շատ ճիշտ բան է կարծում եմ այս իրազեկման արշավի հետ կապված խոսել տեսանյութը ներկայացնելով մեր հեռուստադիտողին, որովհետև այո, կա հետաքրքիր նկարահանում արված կապված այս կարևոր նախաձեռնության հետ։ Ուշադրություն էկրանին հիմա դիտենք ու շարունակենք մեր հարցազրույցը։ Աչքերդ փակես գիշերը, բացես ցերեկ։ Եթե բաց են աչքերդ, շատ բարեկամներ ունես։ Եթե աղբյուրներդ չեն ցամաքում, կապրես երկար։ Սպեղանի ախիմ հայրենիքի ջուրը քաղցրեկան նրանինի ախիմ հայրենիքի ջուրը Շատ գեղեցիկ էր, շատ տպավորիչ էր, բրավո։ Հետաքրքիր է նաև լսել Նարինե Գրիգորյանի ձայնը այստեղ, որովհետև այն խորքայնությունն ու այն նրբությունը, որ կար ձայնի մեջ, եւ այն ուղերձը նաև, որ հստակ նպատակ եք դրել ձեր առջև, զգացվեց եւ տեսալովակից եւ տեքստից եւ նաև դրա արտաբերումից։ Շարունակենք խոսել այս կարևոր իրադարձության մասին։ Այո, հերոստադիտողները ինչպես կարող են ծանոթանալ հիմնադրամի ծրագրերին եւ ինչ կերպ է հնարավոր հերոստամարաթոնի մաս դառնալ, աջակցել կամ նվիրատվություն իրականացնել։ Իրականում հերոստամարաթոնը երբևէ մեկ օրով նվիրատվությունը հերոստամարաթոնի մեկ օրով չի սահմանափակվել նոյեմբերի 27-ից մինչև հաջորդ տարի նոյեմբերի 27 հնարավոր է նվիրատվություններ եւ հանգանակություններ կատարել, իսկ նվիրատվություն կատարելը շատ հեշտ է, մուտք են գործում հիմնադրամի կայքեջ հիմnadram.org, այնտեղ ունենք donate կոճակ, սեղմում են, լրացնում են անուն ազգանուն, email, իրենց էլեկտրոնային փոստը եւ կարող են պարբերական կամ միանգամյա հանգանակություն կատարել։ Շատ բարձր էր ամեն ինչ։ Նաև բանկային փոխանցումներով եւ ինչու ոչ կարող են նաև այցելել հիմնադրամի գրասենյակ եւ կանխիկ նվիրատվություն կատարել։ Կան ենթակառուցվածքներ, կան օղակներ մեր երկրում, որոնք իսկապես պահանջում են հատուկ ուշադրություն եւ այդ կարեւորությունների մեջ մենք այսօր գործ ունենք այս ջրանցքի հետ կապված, որ պիտի վերանորոգենք եւ այն գործի դրվի, բայց հետաքրքիր է ինչպես է կարեւորություն տալիս այսպես բոլորն են կարևոր չնայած, բայց ինչպես եք հերթով հասկանում, որ
հենց այս ամենին մենք այս տարի պիտի ուշադրություն դարձնենք։ Ինչն է մասնավորապես կարևորում, որ ավելի մասշտաբային է, որ բոլորին է վերաբերում, թե կոնկրետ մարզին, թե կոնկրետ ինչ-որ խնդրին, մի քիչ ձևաչափի մասին մոտեցման, եթե կարելի է։ Շատ ճիշտ հարց եք տալիս ու շատ կարևոր է խոսել սրա մասին։ Տեսեք, պետք է արձանագրենք ամենից առաջ նաև, որ հիմնադրամի գործը ու հիմնադրամի առաքելությունը այդ կառավարությանը փոխարինելը չի, այլ Հայաստանյան կառավարությանը օգնելն է զարգացումը արագացնելու համար, հատկապես այն տեղերում, որտեղ ստրատեգիական ռազմավարական նշանակություն ունի որևէ խնդրի լուծումը, ու հիմնադրամը այս տեսանկյունից կառավարության գործընկերների ու համապատասխան գերատեսչությունների հետ միշտ կապի մեջ է ու կարողանում է ծրագրեր ընտրել ու այդ ծրագրերի առաջնահերթությունները որոշել, այդ թվում կառավարության գործընկերների հետ քննարկումների միջոցով հոգաբարձությունների խորհրդում այդ որոշումը կայացում է վերջում Ես ծրագրի ընտրությունը պայմանավորված է հատկապես մի ուշագրավ հանգամանքով պետք է ընդունել, որ մոլորակի արդի ամենալուրջ մարտահրավերներից մեկը այդ քաղցրահամ ջրի պաշարներն են։ Գիտեք, այդ այսօր սպառվող եւ չվերականգնվող ամենաթանկ ռեսուրսն է ըստ էության, որով մեր երկիրը փառք հարուստ է, բայց մենք պետք է կարողանանք խելամիտ այդ հարստությունը օգտվել, որ չհայտնվենք հանկարծ ճգնաժամում, ինչպես մեր հարևաններն են։ Ինչու թերևս ամենակարևորն է այս մոտկապես։ Հիմա մենք ունենք Սյունիքի մարզը, որ գիտեք, պետք չի ավելորդ շեշտել դրա ստրատեգիական նշանակության ու կարևորության մասին, մենք ունենք Սիսիան համայնքը, ունենք 6 գյուղեր այնտեղ, ունենք ջրանցքը, որտեղով ջուրը կա, բայց միևնույն ժամանակ չկա, որովհետև այդ ջրանցքը աշխատում է վթարվածնելու պատճառով 70% մինչև ջրային կորուստներով։ Ըստ էության ջուրը, որ մի քանի մետրի վրա է այդ գյուղերից ու գյուղատնտեսական հողերից, չի հասնում այդ գյուղերին ու այդ հողերին։ Ու բնակչությունը ըստ էության զրկված է ջրի միջոցով բարիք ստանալուց, իսկ դուք գիտեք, որ ջուրը պայմանավորում է ամեն ինչ, ջուրը պայմանավորում է տնտեսական կեցություն, սոցիալական վիճակ, մշակույթ, փոխհարաբերություններ, ամեն ինչ է պայմանավորում ջուրը։ Դրա համար ընտրությունը շատ դժվար չէր, կանգ առանք այս ծրագիրն իրականացնել ընտրության վրա, ի վերջո, որովհետև նաև մեր Ֆրանսիայի տեղական մարմնի գործընկերների ջանքերով այս ծրագրի մի մասը արդեն այս տարվա ընթացքում սկսվել էր, սրա մի հատվածը 8 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը վերակառուցումը արդեն սկսված process է, հիմա մենք ըստ էության հանգանակությունը ու այս արշավը կազմակերպում ենք ապահովելու համար ամբողջ երկարությամբ 32 կիլոմետրի ամբողջական վերակառուցումը ջրանցքի։ Ու ձեզ շատ կարճ խնդրում եմ պատասխանեք, որպեսզի տեղավորվենք ժամանակի մեջ, երբ է լինելու են երջանիկ պահի վերջո, որ կվերակառուցվի եւ կշահագործվի ու ի վերջո այդ երանելի պահը կվայելենք բոլորս։ Մոտավորապես, եթե ամեն ինչ գնաց կանխատեսվում։ Կապված է բոլորի ջանքերի միաձուլումից, ինչքան շատ միավորվենք, ինչքան շատ կոնսոլիդացվենք որպես հասարակություն, որպես ազգ, որպես հայություն այս կարևոր ծրագրի շուրջ, այնքան շուտ կկարողանանք սրա։ Իսկ մոտավորապես ինչ-որ հաշվարկ նախապես կարել եք։ Մենք բյուջե ունենք, որ նաև դրամավարկաշավի ընթացքում ներկայացնում ենք հասարակությանը։ Հիմա չեմ ուզում ես խոսակցությունը մերկանտիլ դարձնեմ բյուջեից խոսեմ այս ծրագրի, այդ ամբողջ տեղեկատվությունը հասարակությանը հասանելի է նաև մեր կայքով ու մեր արշավի ընթացքում նաև կհասցվի։ Բայց պետք է հետևել նրանց գործունեությանը, որովհետև ճիշտ է, հիմա եթերում չենք արձագանքի, բայց ամեն դեպքում կարևոր տեղեկություն է, որի շուրջ կարելի է հստակ տեղեկություններ իմանալ։ Որպես ձեր արշավի մեկնարկային փուլի ամփոփում, ինչ կցանկանայիք փոխանցել, ասել մեր հերոսադիտողին ու հանրությանը։ Նախ եւ առաջ ցանկանում էի արշավի յետևում կանգնած մեծ եւ պրոֆեսիոնալ թիմին, մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել, որովհետեւ ավանդույթ է հերոստամարաթոնը դրամահավաք արշավը Հայաստան համայնքական հիմնադրամի համար, որը միավորում է համայն հայությանը, աշխարհասփյուր հայությանը, մեր հայրենակիցների հետ, որոնք իրենց լուման են ներդրում այս կամ այն ծրագրերի համար եւ այս տարվա ծրագիրը, նախագիծը ամենակարևորն է, որը կենսունակություն է հաղորդելու եւ կենարարություն, հա, մեր հայրենիքին, Սյունիքի մարզին եւ ցանկանում ենք, որպեսզի բոլորը իրենց լուման ներդնեն եւ մեր արշավի կողքին լինեն։ Եվ գնալով դեպի ամփոփում կխնդրեմ նաեւ մեկնաբանել կարգախոսը հայրենիք հավերժություն, մենք վստահ ենք, որ հետաքրքիր է ունենալ գաղափար, դա իրագործել, բայց շատ կարեւոր է նաեւ հանրության վրա դրական ազդեցություն ունենալ հոգեբանական իմաստով։ Իսկ հայրենիք բառը արդեն իսկ յուրաքանչյուրիս հոգում որևէ թրթիռներ առաջացնում, իսկ հայրենիք հավերժությունը, որը որ սկսել եք, կարգախոսը շատ խոսուն է ու շատ կարևոր։ Մի փոքր մանրամասներ եւ գնանք դեպի ամփոփում։ Մենք պարկաստը ապրում ենք ժողովրդարական երկրում, որտեղ բազմազանությունը խրախուսում է, սահմանադրական իրավունքը նաեւ երաշխավորվում է, ու մենք բոլորս իրավունք ունենք սիրել տարբեր գրականություն, տարբեր մշակույթ, ունենանք տարբեր ճաշակ, բայց մենք բոլորս ունենք մի հայրենիք։ Ու այս կարևոր հանգամանքն է, որ մենք բոլորս պետք է կարողանանք միավորվել, մենք կարող ենք
բացառապես տարբեր ու բազմազան իրարից, բայց պետք է կարողանանք միավորվել ըստ էության ամենակարևոր ու մեզ բոլորիս կոնսոլիդացնող միավորող ամենալուրջ արժեքի, ամենակարևոր բանի մեր հայրենիքի, մեր պետության, մեր Հայաստանի Հանրապետության որևէ սոցիալական խնդիր լուծելու շուրջ, ու սա գումարի խնդիր չի, սա ծրագրի խնդիր չի, սա մի համայնքի խնդիր չի, սա մշակույթի խնդիր է, ու սա նաև մեր ներուժը ապացուցելու խնդիր է։ Շնորհակալ ենք ձեզ ի վերջո Շնորհակալ ենք շատ։ հայրենիքը դա բացարձակ արժեք է գաղափար, որի շուրջ պիտի հավաքվենք բոլորս։ Բոլոր են մարդիկ, ովքեր կոչված են հայ լինելու։ Սա կարծում եմ հաճելի պարտավորություն է։ Բարի ընթացք մեզ բոլորիս, չառանձնացնենք, որովհետև մենք էլ ուրախ ենք, որ ինչ որ ձե մասնակից եղանք այս ամեն իրազեկելու հանրությանը։ Օրվա դրական շարունակություն ձեզ, սիրելիներ։ Մնացեք մեզ հետ, մենք Միկայի հետ միասին շարունակում ենք առավոտ լուսոն համեցեք։ Գնացինք։